կամայական սկզբունքով ընտրված անձ, որոնց անունը դրել են քաղաքասարակություն եւ ճանապարհել են Բաքու։ Դուք այդ մարդկանց այցելեցիք։ Դուք ձեր զորակցության խոսքը նրանց հասցրեցիք։ Դու ո՞նց ես քո այդ կերած հացը հավասարացնում ուրիշների ճակատագրի հետ, վերադառնում են տուն ու սկսում են Հայաստանի մասին հնարավորինս վատ բաներ պատմել։ Աշոտյանը Բաքվի կենտրոնում խայտառակեց ադրբեջանցիներին եւ վերադարձավ տուն։ Իսկ ով ասեց, որ եթե ինչ-որ մեկը ինձ նման է, ապա ես նրան պատրաստ եմ զոհաբերել իմ սերունդներին։ Եթե իմ մի բաժակ չայ խմելը քո հետ կբերի տասնյակ հազար իմ նմանների զոհերի, ես ավելավա առանց չայ մնամ։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։ Բարև ձեզ, Տիկին Ադիբեկյան։ Բարի օր։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Տիկին Ադիբեկյան, Հայաստանի քաղաքասարակության 5 ներկայացուցիչներ գնացին Ադրբեջան պատասխանայցով եւ ետ եկան ուղերձով հայ հասարակության համար։ Ադրբեջանի նախագահի օգնականը ասել էր Ադրբեջանի համար պատերազմը ավարտված է։ Մենք այս միջնորդության կարիքը ունեինք։ Երբ որ ես ընդունվեցի առաջի կուրս փիլիսոփայական ֆակուլտետ, առաջի դասախոսությունների ժամանակ մեր դասախոսը ասեց քննարկումների եւ վերլուծությունների մեջ մտնելուց առաջ պետք է հստակեցնել հասկացությունները։ Եթե դու չես հասկանում ինչա ընկալվում այս կամ այն տերմինի տակ, վեճը կամ վերլուծությունը անիմաստ է, որտեղ դու չգիտես ինչի շուրջ ես բանակցում կամ մտածում։ Դրա համար սկսելով մեր այսօրվա զրույցը երևի անհրաժեշտ է հստակեցնել ինչ ենք մենք ընկալում քաղաքասարակություն բառակապակցության տակ։ Այսինքն 5 ինչ-որ անհասկանալի մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչով աչքի չեն ընկել այս տարիների ընթացքում, նրանք ոչ մի նվաճում չունեն, ոչ մի ազդեցություն չունեն, նրանք չունեն հեղինակություն։ 3 կամայական սկզբունքով ընտրված անձ, որոնց անունը դրել են քաղաքասարակություն եւ ճանապարհել են Բաքու։ Բնական է, որ նրանց Բաքուի այցը, անգամ եթե նրանք ինչ-որ միսիա են կատարում իշխանությունների կողմից պատվիրված, դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք քաղաքասարակության ներկայացուցիչներ են։ Քաղաքասարակությունը իր հստակ սահմանումը, որից ամենակարևորը, որ նրանք պետք է հասարակության համար օգտավետ գործունեություն ծավալած լինեն, նրանք պետք է լինեին ակտիվ հասարակական կյանքում, նրանք պետք է մասնակցեին հասարակական պրոցեսներում, որպես հասարակության կողմից ճանաչված, ընտրված, հեղինակություն վայելող անձինք։ Ես այդ մարդկանց տեսնում եմ առաջին անգամ։ Ես նրանց գոյության մասին մինչև Բաքու գնալը երբեք չեմ լսել։ Հետևաբար ճիշտ կլինի օգտագործել ոչ թե քաղաքասարակության ներկայացուցիչներ, այլ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից կամայական սկզբունքով ընտրված 5 վստահելի անձ։ Սա ամենաճիշտ բնութագիրը կլինի, որ մենք հասկանանք նախ ովքեր են գնացել եւ երկրորդը ինչ ծրագիր են նրանք գնացել կատարելու, ինչ միսիայով են գնացել։ Հիմա ինչ վերաբերվում է մեսիջներին, էլի երևի մի քիչ տենց абստրակտ ձևով ներկայացնեմ։ Գիտեք ինչ, մարդուն գնահատում են ոչ թե նրանով ինչպես են քեզ վերաբերվում, այլ ինչպես է այդ մարդը վերաբերվում այլոց։ Որտեվ բնական է, որ դիմացդ կանգնած է, նա ստիպված է ժպտալ, նա ստիպված է հյուրընկալել, նա ստիպված է ինչ-որ տենց բարի վերաբերմունք դրսևորել, հա։
եւ հետեւաբար դա շատ հաճախ բերում է թյուր ընկալման։ Մտածում ես ինքն ինձնից լավ ընդունեց, երևի լավ մարդ է։ Դա այդպես չի։ Դու պետք է նայես այդ մարդը ինչպես է վերաբերվում նրանց, ում նա չի ճանաչում, բայց նրա քո նմաններին։ Այսինքն այն ժամանակ, երբ որ 5 անհասկանալի անձ Բաքվում շատ լավ ժամանակ են անցկացնում, նրանց հիանալի հյուրընկալում են, ճիշտ նույն պահին այդ 5 հոգու նման 35 հոգի գտնվում է Բաքվի բանտում եւ դատվում է հայ լինելու համար։ Հիմա հարց։ Երբ որ դու գալիս ես ու պատմում ես, որ նրանք որ դեմ են հայ-ադրբեջանական խաղաղությանը, ընկերությանը, բարեկամությանը, նրանք թշնամիներ են եւ այլ եւ այլ։ Քո մտքով չանցավ, հա այն 35 հոգին մարդ չեն, հայ չեն։ Դու ո՞նց ես քո այդ կերած հացը հավասարացնում ուրիշների ճակատագրի հետ։ Ասում են քննարկել ենք, նույնիսկ նրանք երբ եկան, իհարկե չեն քննարկել, սուտ են ասում։ Նախ, երկրորդը, եթե քննարկած լինեին, դրա մասին մամուլը անպայման կգրեր։ Իսկ փակ դռներում նրանք ինչ են խոսել, ինձ բացարձակապես հետաքրքիր չի, որտեվ Ալեն Սիմոնյանն էլ կարող էր ասել, որ ես քննարկել եմ գերիների հարցը եւ դա ճշմարտություն է, նա քննարկել է գերիների հարցը, սակայն այդ հարցն ասել է ինձ համար մեկ են այդ գերիները, որովհետև այդ հարցը Հայաստանի Հանրապետության համար փակ է։ Պարզապես նրա վիզավիներից մեկը հեռախոսամիացրել եւ ձայնագրել է Ալեն Սիմոնյանի խոսքը, որ ասում են քննարկել, իսկ ինչ է քննարկել։ Դա ինչ դրական անդրադարձ կունենա այդ մարդկանց ճակատագրի վրա։ Դուք այդ մարդկանց այցելեցիք։ Դուք ձեր զորակցության խոսքը նրանց հասցրեցիք, իհարկե ոչ։ Դրա համար այդ մեսեջները իմ ընկալմամբ ոչ թե մեզ համար է, այլ Բաքվի համար է, որ Բաքվում վստահ լինեն, որ Հայաստանում շրջանառվում է այսպիսի թեզ, ունակ այդ թեզը ներմուծել են Հայաստան եւ դա նստելու է Հայաստանի Հանրապետության բնակչության ուղեղներում եւ դառնալու է օրակարգ, իսկ օրակարգից հետո քաղաքականություն, քաղաքականությունից հետո գաղափարախոսություն։ Եվ այս համեմատության մեջ մենք տեսնում ենք, որ նույն այդ պարոն Հաջիևը, ինչպես նրանք են ասում, օրական ամեն օր գրեթե ասում է Արևմտյան Ադրբեջան, նկատի ունենալով Հայաստանը։ Իսկ ինչին է պետք է չասի Արևմտյան Ադրբեջան, եթե նրան հակադարձող չկա։ Հասկանում եք, ամեն ինչը փոխադարձ է։ Դու գալիս ես առաջ այնքան, մինչև չհանդիպես դիմադրության։ Նա դիմադրություն չի հանդիպում եւ իհարկե անպատժելիությունը բերում է այսպիսի երևույթների։ Կամ այդ որևանից Իլհամ Ալիևի օգնականը, որի կարիերային ես հետևում եմ արդեն վերջին 10-12 տարին, որը սկսել էր դեռ արտաքին գործերի նախարարի օգնականից եւ այսպես շարունակ հասել է մինչեւ նախագահի աշխատակազմի ղեկավար, նրա հայատյացությունը այնպիսի վառ եւ ցայտուն էր, որ գիտեք ինչ, Հաջիևը այն անձը չի, ում հետ կարելի է կամ իմաստ ունի խոսել բարեկամությունից, որովհետեւ դա այն կարգի մարդն է, այն կարգի պաշտոնյան է, որը քո ցանկացած բարի դրսևորումը օգտագործելու է քո դեմ։ Նա անցալում է դա ոչ թե որպես մեկնած ձեռք, այլ թուլության նշան, որը դու կարող ես ել ավելի առաջ տանել քո ծրագիրը։ Ես կարող եմ ուրիշ օրինակ բերել, մոտ մի 15 տարի առաջ նմանատիպ նախաձեռնություն սկսեց Շվիդկոյը, այն ժամանակ Ռուսաստանի մշակույթի նախարարը, եւ
Այն ժամանակ իրոք քաղաքասարակություն էին հավաքել, այսինքն յուրաքանչյուր կողմից այսպես կարկառուն դեմքեր, հա, կոմպոզիտորներ, գրողներ, դերասաններ, մարդիկ, որոնք ունեն ինչ-որ հեղինակություն, քիչ թե շատ, եթե ոչ անձնական, այլ պրոֆեսիոնալ, եթե ոչ հեղինակություն, այլ առնվազն ազդեցություն իրենց հասարակություններում, հա, ադմինիստրատիվ կամ գաղափարախոսական, Ալաշուքյուր Փաշազադեն էր եկել Հայաստան, ու այստեղ իրանց լավ են ընդունել, որովհետև ընդունելությունը դա պրոտոկոլ է, կապ չունի, ուզում ես, չես ուզում, այդ մարդկանց պետք է համով ուտացնես, պետք է լավ հյուրանոցում պահես, պետք է տանես մանածես երկրով, դա կարգ է, որը չես կարող այդ մարդկանց բերես հանրակացարանում կիսասոված պահես, դու ճամփես, ասես, «Սյո արեցինք»։ Սա պրոտոկոլ է։ Հիմա այդ մարդկանց ընդունել են, ճամփել են տուն։ Ու ամենահետաքրքիրը սկսում է դրանից հետո, որտեղ նրանք վերադառնում են տուն ու սկսում են Հայաստանի մասին հնարավորինս վատ բաներ պատմել։ Էլ Հայաստանում աղքատություն է, մարդիկ այնտեղ փողոցներում ուշաթափ են լինում սովից։ Այդ 2005, 6, 7, 8 մի քանի անգամ է եղել այդ փոխադարձ այցերը։ Մյուսը կարծեմ Ալաշուքյուր Փաշազադին էր, կարող է սխալվում եմ, բայց կարծեմ ինքն էր, ասում է ես եկա Երևան եւ հաշվում էի Երևանում այդ բաները, կրաները, որ շենքեր են կառուցում։ Ասում ամբողջ Երևանում ընդամենը 5 կրան էր, ինչը նշանակում է, որ այնտեղ շինարարություն չկա, որտեղ իրանք այնքան աղքատ են, որ շինարար, իսկ դա այն տարիներն էր, որ հյուսիսային էր կառուցվում, էս բարձրահարկներն էին տնկվում, այսինքն լավ ակտիվ բան էր գնում։ Ես ասում եմ, ոչ մի բրենդային խանութ չտեսա Երևանում, իսկ մեր մոտ Բաքվում այնտեղ Gucci-ն է, ես չգիտեմ, այնտեղ Chanel-ն է եւ այլ։ Այսինքն պրիմիտիվ քննադատություն էր հայկական կողմի։ Նույն բանը Բուլբուլ Օղլուն, որը այն ժամանակ կամ Ադրբեջանի մշակույթի նախարարն էր, կամ արդեն Ռուսաստանում դեսպան էր, այդ պերիոդը լավ չեմ հիշում, բայց գնաց Արցախ, իրան տարան իր այդ ըստ առասպելի նրա հայրը շուշեցի, իրականում շուշեցի չի Բաքվում ծվել է, Բաքվում մահացել է, բայց իր կյանքի ինչ որ մի հատվածը իրոք ապրել է Շուշիում։ Հոր տունը ցույց տվեցին, որ ամեն ինչ նորմալ է, այդ տունը իրոք պահել են, արձանը պահել են եւ այլ։ Հա, սա եկավ Բաքու ու լացակումած ինտերվյու տվեց, առայն որ նա անգամ չկարողացավ բան անել։ Տուն գնել իր, հա։ Չէ, տուն տարել են։ Իր հոր գերեզմանը տեսնի, մենք շոկի մեջ ենք, որտեղ իր հայրը միանշանակ հուղարկավորված է Բաքվում։ Եվ նա ցանկացած պահի կարա գնա եւ իր հոր գերեզմանից, այսինքն պրիմիտիվ եւ շատ էժանագին բաներ էին անում։ Երբ որ նրանք եկան մի հատ Վիկտոր Ենգիբարյան կա, որը շատ երկար տարիներ այդ գրանտերի վրա էր նստած, եվրոպական, էլի տենց պատվիրակություններ էր բերում ու մի հատ վիդեո թողարկեց, որ ադրբեջանցիքին տարել էին ինչ որ ակումբ, ուտում խմում, պարում, շատ նենց ուրախ ժամանակ են անցկացնում, մեր եղբայրությունն է, մեր էսեն, այդ ադրբեջանցիք շատ գոհ ու երջանիկ, մի խոսքով, նեղ աղջիկի հետ պարում են, երիտասարդական, այսպես ասած երեկո է։ Այդ տղաները վերադառնում են Բաքու եւ հարցազրույցի ժամանակ ասում են, որ հայ կանայք այնքան լքված եւ միայնակ են, որ մեզ տեսան, ասեն բանի պես, խաղողի պես կախվեցին մեր վրա, որովհետեւ հայ տղամարդիկ ի վիճակի չեն բավարարել իրենց կանանց։ Սա է ադրբեջանական բարոյականությունը, եղբայրության փորձ, դրսևորումները, ու նման մարդկանց հետ փորձել ինչ որ մի բանի շուրջ պայմանավորվել, դա առնվազն միամտություն է, առնվազն, որովհետև նույն երբ որ հայերն էին գալիս Բաքու, էլի նույն ձևի լավ ընդունում էին, էլի լավ հյուրանոցներում էին, ապēc մարդիկ իրավունք չունեին, ասենք դուրս գան փողոց։
պատճառաբանվելով, որ Բաքուն ի վիճակի չի ապահովել նրանց անվտանգությունը։ Հետո այդ մարդիկ վերադառնում են հարձակվել իրենց վրա։ Միանշանակ։ Ասեմ ավելին, երբ որ հայկական սպորտսմենները, մշակութային գործիչները, երբ որ ինչ որ ծրագրերի շրջանակներում հայտնվում են Բաքվում, ամբողջ հարկն էր մեկուսացվում, որ հանկարծ ոչ ոք չկարողանա մտնի այդ հարկ, որտեղ իրոք անվտանգության խնդիր կար։ Այդ մարդիկ վերադառնում էին Բաքվից, հետո նրանց անունից ինչ որ անհասկանալի հարցազրույցներ էին տպագրում, այդ մարդիկ այդ հարցազրույցը չեն տվել։ Միակ պատվիրակությունը իմ հիշողությամբ կարող ավել եղել, բայց ես դա կարող եմ հիշել, երբ որ Բաքու գնացին Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյաններ, կարծեմ Մանեթ Հանդիլյաններ, ասես մի փոքր պատվիրակություններ եւ նրանք մասնակցում էին ինչ-որ միջազգային ֆորումի, Աշոտյանը վերկացավ եւ ոչ միայն պատմեց այն հայատյացության մասին, որը տիրում է Ադրբեջանում, այն ատելությունը, որը նրանք սերմանում են հայերի նկատմամբ, բաքվեցիք շատ ներվայնացան դրանից, փորձեցին բան անել, որ սուտ է, դա բանը կլիվիտայա, չկա տենց բան, Բաքվում շատ ներվայնացան դրանից, որովհետև ամբողջ աշխարհի ուշադրություն, ամբողջ աշխարհի կամերաները ասեն սևեռված են այդ միջոցառմանը եւ Աշոտյանը բարձրացավ, ելույթ ունեցավ, որտեղ հիմնավորեց եւ ներկայացրեց ամբողջ աշխարհին այն հայատյացության մակարդակը, որը տիրում է Ադրբեջանում, եւ սկսեցին, որ դա սուտ է, դա չկա տենց բան, Ադրբեջանը մուլտիկուլտուրալ եւ բազմազգի հասարակություն է, Աշոտյանն էլ շատ գեղեցիկ հանեց իր հետ բերված բրոշուրները, որտեղ հավաքագրված էր հայատյաց մանկական գրականությունը, բաժանեց բոլոր մասնակիցներին, ասեց ես չեմ, սա գիրքը, հեղինակի անունը, տպագրման աղբյուրը, սա մենք պարզապես վերցրել ենք մեկը-մեկին, թարգմանել ենք հասանելի ձեզ լեզվին, կարդացեք եւ համոզվեք, որ ոչ մի սուտ բան չկա, այսինքն Աշոտյանը Բաքվի կենտրոնում խայտառակեց ադրբեջանցիներին եւ վերադարձավ տուն։ Այսինքն այդ փորձերը հասկանում եք, ախր ինչ որ մի բան երբ որ անում ես, առաջի քայլը որ պետք է անես, մենք պետք է ուսումնասիրես հարցի պատմությունը։ Դու չես կարող անտեսելով հարցի պատմությունը, այն ակունքները, որից խնդիրը բուսնել է եւ ինչ զարգացում է ապրել, դու չես կարող առանց այդ ֆունդամենտի ինչ որ մի բան կառուցես։ Այդ ինչ որ մի կիսակ գրագետ երևույթ, որի անունը ես քիչ չեմ էլ հիշում, ու որի գոյության մասին ես մինչև 3-4 օրը չեմ էլ իմացել, պատմում է ինձ մարդուն, որը 15 տարուց ավել զբաղվում է Ադրբեջանի եւ Ադրբեջանի հասարակության ուսումնասիրությամբ, որ ես թշնամի եմ, որովհետև ես չեմ ուզում ադրբեջանցիների հետ ընկերություն անեմ։ Այստեղ արդեն մեծ հարց է թշնամին ով է։ Ես, որը զգուշացնում եմ, որ խաղաղություն, բարեկամություն, մտերմություն չի կարող լինել ելներով այս պատճառներից, թե նա ասում է, չէ, գնանք ընկերություն անենք, հետո կերևա։ Ով է ավելի մեծ թշնամի, որը չգիտի ուր է տանում այս հասարակությունը, ինչ հետևանքներ կունենան այդ քայլերը։ Սա է խնդիրը։ Բայց հասարակությունը ինչպես են կալում ձեր կարծիքով։ Այսպիսի մեսիջները, որոնք շատ հստակ արվում են, այնտեղ նույնիսկ ես մի պահ տեսա, երբ նշում է ինչ նմանություններ կան, հա, հայ-ադրբեջանցի, ասում է, որտեղ քայլում ես հեռախոսով խոսում, ասում են, հա, բրատ, կարծես թե հայեր լինեն, այսպիսի ինչ-որ արտահայտություններ, ինչի համար է սա, ժողովուրդը ինչպես են կալում, հայ ժողովուրդը։ Նման չի նշանակում նույն։ Մենք էլի վերադառնում ենք տերմինաբանության հարցին, հա։ Բնական է, որ ընդհանուր բաներ կա, որ վրացիների հետ էլ շատ ընդհանուր բան ենք, որ պարսիկների հետ ինչքան ընդհանուր բան ունենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետքա մեր ինքնությունը դնենք նրանց ոտքի տակ, հատկապես եթե նրանք ունեն շատ վտանգավոր մեզ համար հավակնություններ։ Կամ իսկ ով ասեց, որ
եթե ինչ-որ մեկը ինձ նման է, ապա ես նրան պատրաստ եմ զոհաբերել իմ սերունդներին։ Այսինքն խոսում են ինչ-որ բաներից, փորձելով sense պուպուշ փաթեթավորված մատուցել լավ կողմերը, հա, անտեսելով այն վտանգները, որոնք շատ ավելի սարսափելի եւ ավելի աղետալի են, այսինքն ժամանակին դա երևի 16-17 թվականներ այդ միգրացիայում գտնվող ադրբեջանցիները, որոնք փորձում են մեզ հետ կապեր հաստատել, տենց Facebook-ում շփվում են եւ այլ, ու իրանք ված մարդիկ չեն, իրանք իրանցով, իրանք ունեն իրանց սկզբունքները, իրանց բարոյական կերպարը, հա, եւ նրանք իրոք համարում էին, որ հնարավոր է հայ-ադրբեջանական բարեկամությունը ընդհանրապես պետք է ցանկանալ ու տենց մի քանի հարցազրույցների շարք սկսվեց, որի մասնակիցը նաև ես էի, ու սենց հարց տվեց այդ ժուրնալիստը, ասում է, այդ հարցազրույցը կա մինչև մացանցում կարելի է գտնել։ Ասում է, դուք ասում է, այդ հայատյացությունը Ադրբեջանում գրքով, այդ մանկական հայատյաց գրականությունը թարգմանելով եւ ձեր հասարակության ներսում ներկայացնելով, միթե դուք չեք նպաստում թշնամության ավելի խորացմանը։ Ես հարցեցի ձեզ, դուք համարում եք, որ նման գրականություն, նման դաստիարակություն ունենալը նորմալ է, աննորմալ է դա, որ ատելության օբյեկտը գիտի դրա մասին։ Այստեղ խնդիրը այն չի, որ ես ձեր գրականությունը բերում եմ իմ երկրի ներս եւ ցույց եմ տալիս ինչ եք դուք ձեզանից ներկայացնում։ Խնդիրն է, որ նման գրականություն առհասարակ գոյություն ունի, որովհետեւ այդ գրականության վրա դաստիարակվել են սերունդներ։ Եվ շարունակում են դաստիարակվել։ Եվ դա չի ավարտվի ոչ մի պայմանագրով, ոչ մի լոզունգներով, ոչ մի քարոզչությամբ։ Ու այդ աղջիկը իրոք վատ աղջիկ չէր, հա, որպես մարդ։ Ասում եմ, բայց ես շատ կուզենայի գայի Երևան, քո հետ թեյ խմեի, ինչ որ sense ասի, ես գիտեք ինչ ասի, ես երևի հաճույքով թեյ կխմեի ձեզ հետ, հաճույքով կշփվեի, բայց եթե իմ մի բաժակ չայ խմելը քո հետ կբերի տասնյակ հազար իմ նմանների զոհերի, ես ավելավ առանց չայ մնամ։ Սա պատասխանատվության հարց է, որ ես կարող եմ այդ մարդու հետ իրոք շատ հետ մենք այ նման ենք։ Մենք ծնվել ենք նույն ժամանակահատվածում, մենք ստացել ենք նմանատիպ կրթություն, մենք ունենք նմանատիպ բարոյական կերպար, մենք ունենք նույն սկզբունքները ու երևի ինչ-որ ուրիշ պարագաներում մենք կլինեինք լավ ընկերուհիներ, որովհետև մենք իրոք իրար նման ենք, սակայն իմ մեջքի հետևը գոյություն ապրում են մարդիկ, որոնք ինձ չեն սիրում, որոնց ես չեմ սիրում, որոնք բացարձակապես չեն համընկնում իմ նորմերի հետ, հա, բայց դա պատասխանատվություն է, ես չեմ կարող ինձ թույլ տալ դառնալ այդ մարդկանց ողբերգության կամ այդ մարդկանց ոչնչացման պատճառ, որովհետև ես իմ նմանին գտել եմ ու իմ նմանի հետ չայ խմելը ինձ համար հաճելի է, իրոք հաճելի կլիներ։ Այստեղ պատասխանատվության հարց է, որովհետև երբ որ նրանց ոչնչացնեն, հետո իմ հերթն է գալու։ Եկեք Գրիգոր Զորաբի ճակատագիրը հիշենք, որովհետև երբ որ մորթեցին եւ հայաթափեցին Վանը, Սասունը եւ այլ մարդ, որը շատ մտերիմ էր երիտուրքերի հետ, իր հերթն էլ հասավ։ Ոչ մեկ չասեց, ես մեր գոգորն է։ Մենք իրար հետ չայ ենք խմել, մենք իրար հետ շախմատ ենք խաղացել, մենք իրար հետ տասնյակ տարիներ ընկերություն ենք արել։ Մեկա Զոհրաբը այն Վանի, այն ամենա հետամնաց գյուղի հովիվի պես մի երևույթ էր, որը ոչնչացման ենթակա էր։ Ու եթե այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչներին հանկարծ ինչ-որ մի պահ թված, որ
նրանց չի սպասում նույն ճակատագիրը, որին արժանացել է Ռուբեն Վարդանյանը, Վակո Սահակյանը, Լևոն Նացականյանը, Դավիթ Բաբայանը եւ այլոք, նրանք չարաչար սխալվում են, որովհետեւ ինչքան էլ նրա դեմքին չժպտան, նա միշտ լինելու է այն հայը, որը սեպարատիստ է, որը թշնամի է եւ որը օկուպացրել է Արևմտյան Ադրբեջանը։ Սա հայ հասարակություն հասկանում է։ Չեմ կարող ասել, որովհետեւ դրա համար հատուկ հետազոտություն է պետք անցկացնել, որը իմ իմանալով դեռ չի անցկացվել, ամենայն դեպս նպատակաուղղված չի անցկացվել։ Բայց սա շատ կարևոր գործիք չէ, կարող է դառնալ, ինչու չի անցկացում Հայաստանում այսպիսի։ Իսկ ով պետք է անցկացնի։ Իշխանություններին հենց կակրաս պետք չի, որ անցկացվի ու կակրաս պետք չի, որ հասարակությունը այս հարցերով մտահոգվի։ Այսինքն ինչ հրամցվում է, հենց դա այդպես էլ ներկայացվի։ Փորձագիտական ինչ-որ կարծիք չլինի։ Այո, քննադատական ավելի շուտ։ Այս ամբողջ տրամաբանության կողքին Հայաստանում մենք տեսնում ենք այդ խաղաղության ներքո ինչ է կատարվում, հիմնական գործիքը դարձել է ձերբակալությունը։ Եթե ինչ-որ ընդդիմական ինչ-որ կարծիք կա, այլ խոսք կա, միանգամից տվյալ անձը ձերբակալվում է, այնուհետև կալանավորվում։ Մենք Հայաստանում ունենք կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը։ Սա ինչ կարծիք կարող է ձևավորել Հայաստանի մասին։ Այստեղ բացի տղամարդկանցից մենք նաև առաջին անգամ սա շեշտենք ունենք կին քաղբանտարկյալ որտեղ։ Աշխարհում։ Աշխարհը շատ ծավալուն հասկացություն է։ Աշխարհում որպես իմիջ, հա, Հայաստանի համար։ Կացում են։ Իսկ Չինաստանը դերտիրությունը 21-րդ դարում։ Մենք անգամ տեղի եկել չեն, Լիդիա Մանթաշյանը ով է, ինչ խնդիր, ինչ խոսքի ազատություն, ինչ մասնախոսք գնում։ Երևի նկատի ունեք Եվրոպան, որը այս ամեն ինչի պատվիրատունը, որտեղ մենք պետք է մուտք գործենք։ Քանի եվրոպական երկիր, քանի եվրոպական դեսպանատուն ելույթ ունեցավ եւ քննադատեց խոսքի ազատության բանը, ոտնահարումը։ Զերո։ Իսկ որ նրանց պետք է Նիկոլ Փաշինյան բերել իշխանության, Աստված ոչ անի մեկի մատը փուշ մտնի, ասենց բանի պես այդ չինական է տերակոտովի զինվորների պես ոտքի էին կանգնում, ամբողջ աշխարհով մեկ մատ էին թափ տալիս Հայաստանում բանը դիկտատուրայի։ Այս վերջին 7 տարվա ընթացքում քանի քաղաքական դատաստանի դեպքում ելույթ ունեցան ցանկացած եվրոպական երկիր, որտեղ ազատությունն է, խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, քաղաքական հետապնդումը անընդունելի երևույթ է։ Ինչի միջի մասն ենք խոսում։ Սա ձեռնտու է, հա։ Եվ իհարկե ձեռնտու է։ Հակառակ դեպքում կրկնում եմ, ամբողջ Եվրոպան ոտքի կկանգներ։ ԵԽԽՎ-ում դրա մասին կխոսեին անսպառ եւ անթիվ։ Լսել եք ԵԽԽՎ-ում վերջերս երբ են քննարկել Հայաստանում ազատության եւ ազատ խոսքի իրավունքի խնդիրների մասին։ Զերո։ Այստեղ էլ երբ եկան, եղավ այդպիսի մի քանի խոսք, մենք տեսնում ենք ինչ է կատարվում, մարդուն կարծիքի համար բանտարկում են եւ այլն, բայց խոսակցության մակարդակում մնաց։ Դա տեղի ունեցավ, իդեպ ասեմ, նրանից հետո, երբ որ Նարեկ Կարապետյանը ելույթ ունեցավ Կալսենի հարցազրույցում։ Իսկ եթե դա չլներ, իսկ դրա մասին էլ չէր խոսացվի։ Նախաձեռնությունը պետք է հենց երկրի կողմից լինի, որպեսզի խոսեն դրա մասին։ Նախաձեռնությունը պետք է լինի պատվիրատուի կողմից։ Եթե դու ինչ-որ սկզբունքներ ես հռչակում, բարի եղիր այդ սկզբունքներից տեր կանգնես։ 20 տարի այս ժողովրդին բան է, մենք ձեր մեջքին ենք, ձեր խոսքը, ձեր ազատությունը, ձեր էսը, ձերն է, մարդիկ ինչ-որ հավատում են, որ արտաքին աշխարհում գոյություն ունի ինչ-որ արդար ուժ, որը նրանց կպաշտպանի։ Այն լրագրողները, որոնք, չգիտեմ, հետապնդվել, չհետապնդվել, այնուամենայնիվ ինչ-որ ճնշվում էին մինչև 18 թվական, ճնշվում են հիմա 18 թվականին նրանց մեջքին կանգնած էին այդ եվրոպական
գրանտակեր եւ գրանտատու ուժերը 18 թվականից հետո այդ մարդկանց գոյության մասին առհասարակ մոռացան։ Դրա մասին չի խոսացվում։ Մարդիկ, որոնք միլիոններ են արել խոսքի ազատության վրա, միլիոնավոր գրանտեր են ստացել։ Լռում են եւ համարում են, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, Հայաստանում խոսքի ազատության ոտնահարում չկա, եւ ամեն ինչ հիանալի է։ Իշխանական մի падգամավորի երբ հարց են տալիս քաղբանտարկյալների մասին, ասում է Հայաստանում չկա քաղբանտարկյալ, եթե լիներ որևէ միջազգային կազմակերպություն դրա մասին կխոսեր։ Իսկ միջազգային կազմակերպությունները ասում են, թե Հայաստանում քաղբանտարկյալ լիներ, դրա մասին իշխանությունները կտեղեկացնեին։ Այդ պասերով խաղում են։ Ու գիտեք ինչ, քանի որ կրկնեմ, ես երկար տարիներ հետևել եմ Բաքվում տեղի ունեցող այդ ազատությունների ճնշման գործընթացին, հա, ես վստահեցնում եմ, որ ոչ մի քաղբանտարկյալ չի դատվել խոսքի համար։ Նրան անպայման մեղսագրել են քրեական հոդված։ Թմրանյութ, բռնաբարություն, սպանության փորձ, ահաբեկչության պատրաստում, տերորիզմ, իսլամական ֆունդամենտալիզմ, ինչ-որ sense բան։ Նրանք էլ են բավականին լուրջ բան արել, այդ իսլամը ձևափոխել եւ բան արել։ Այսինքն ինչ որ հիմա անում է Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, իսկ Փաշինյանը քայլ առ քայլ կրկնում է այն ինչ Ալիևը անում էր այս վերջի 20 տարիներին։ Այսինքն եթե պայմանական Աշոտյանին կոռուպցիայի համար էին փորձում նստածնել, դա չի նշանակում, որ նա քաղբանտարկյալ չի։ Որտեվ քաղաքական տարը ոչ թե հոդվածով է բանը որոշվում, այլ մարդու ինչ լինելով եւ առավել եւս, եթե նրանք մինչեւ հիմա ի վիճակի չեն ապացուցել այդ մարդու մեղքը։ Նույնը Մանթաշյան Լիդիան, նույնը Բագրատ Սրբազանը, ինչ ահաբեկչություն, ինչ սահմանադրական կարգի տապալում, ինչի մասն ենք խոսում։ Քրեական հոդվածներ են եւ բնական է, որ չեն կարող մարդուն բանտարկել, դատել նրա համար ու նա Փաշինյանին, չգիտեմ, վիրավորել է կամ Ալեն Սիմոնյանի մամային է կպել։ Իհարկե ոչ, դա նման հոդվածներ գոյություն չունեն։ Դրա համար մարդուն փակելու համար ավելի ռեալ, ավելի կոնկրետ հոդվածներ են պետք։ Եվ հետեւաբար, երբ որ նրանք ասում են քաղբանտարկյալ չկա, դրանք բոլորը կրիմինալ էլեմենտներ են, ֆորմալ առումով դա այդպես է, բայց բնույթով, էությամբ իհարկե ոչ։ Իհարկե դա այդպես չէ։ Շնորհակալություն Տիկին Նադիբեկյան։ Եթերում ուղի խոսքներ, հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։